Բարի երեկո, փաստաբանի խորհրդով հաղորդաշարն է եթերում։ Այսօր խոսելու ենք սպառողների կողմից շատ սիրված համակարգի, զեղչային համակարգի մասին եւ իմ հյուրն է փաստաբան Հայկ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, զեղչեր առհասարակ փաստորեն կանոնակարգվում են առևտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ես շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Կխնդրեմ նախ եւ առաջ խոսենք առհասարակ ինչ է իրենից ներկայացնում զեղչը եւ ինչպես է սա կարգավորվում։ Շնորհակալություն հրավերի համար։ Զեղչերի վերաբերյալ օրենսդրությունը զարգացում ապրեց վերջին տարիներին, 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ է արդեն զեղչերի ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Դրա համաձայն կարգավորվել են ընդհանրապես ակցիաները մանրածախ օբյեկտների կողմից իրականացվող։ Կլինի խանութ, համակարգչային խանութ, հագուստի խանութ, բոլոր խանութները։ Առհասարակ բոլորը կիրառում են, այո։ Եվ ակցիաները բաժանված են երկու տեսակի համաձայն օրենքի՝ զեղչեր եւ գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներ։ Անդրադառնանք զեղչին, ձեր նշած, որը հասարակության կողմից իրականում զեղչի վերաբերյալ հետաքրքրությունը շատ մեծ է։ Առաջին անգամ օրենսդրության մակարդակով կարգավորվեց զեղչի հասկացությունը։ Եվ սա շատ կարևոր նորամուծություն էր օրենսդրության մեջ, որովհետեւ զեղչի վերաբերյալ մենք նախկինում ունենք միայն լեզվաբանական տեսանկյունից պատկերացումներ։ Եվ օրենքի ընդունումից հետո սահմանվեց զեղչի հասկացությունը, զեղչը միջոցառում է, որը ուղղված է ապրանքների եւ ծառայությունների իրացման, ծավալների ավելացմանը։ Կարևոր կարգավորում այն էր, որ զեղչ կարող է արվել այն գնից, որը ձևավորվել է զեղչի հայտարարելու նախորդող ամսվա միջին թվաբանականից, այսինքն նախորդ ամսվա միջին գնից միայն կարելի է զեղչ անել։ Որպեսզի ավելի պատկերավոր նշեմ, խանութը չի կարող ակցիայի նախորդող օրը բարձրացնի գինը եւ այնուհետեւ իրականացնի զեղչ։ Նա պետք է հաշվի իր խանութում վաճառված կամ հայտարարված գինը նախորդ 30 օրվա համար եւ միջին թվաբանականով ստանա միջին գին եւ դրանից հայտարարի զեղչը։ Արդեն 30% ուզում, 40% ուզում նա է որոշում եւ հայտարարում։ Եվ ամենակարևոր նորամուծություններից մեկն էլ այն է, որ նա սպառողին պետք է ցույց տա եւ նախկին գինը, այսինքն այդ միջին գինը եւ նոր գինը։ Ակցիան վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից իրականացվող միջոցառում է, որը ուղղված է սպառողների շրջանում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացմանը կամ իրացման ծավալների մեծացմանը։ Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող 1 ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որը իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի մասին հրապարակային տեղեկացմամբ եւ ենթադրվում է զեղչի ավարտից հետո մինչեւ զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում։ Բացառությամբ, եթե նախորդ գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով։ Հաճախ լսում ենք, երբ օրինակ լինում են սպառողներ, որ ասում են, այս հիշում եմ այս հագուստը նախորդ ամիս 30,000 դրամ արժեր, օրինակ պայմանական, հայտարարվեց 50% զեղչ, չգիտեմ, ինչ-որ ժամանակ նշվեց 60,000, ջնջվեց 60,000-ը եւ ներքևում նորից վաճառվում է 50% զեղչով 30,000 դրամ, բայց ասում է, ես հիշում եմ, սա ամիսներ առաջ, այո, արժեր 30,000 դրամ։ Ինչու է արվում այս քաղաքականությունը, ինչ առհասարակ իրենից զեղչը ներկայացնում, որն է նպատակը եւ խանութը փաստորեն օրինական չէ նման կերպ վարվելը։ Այո, եւ օրենքի ընդունումից հետո մենք ունենք արդեն իրավիճակի էական փոփոխություն, սակայն կան բազմաթիվ խանութներ, որոնք շարունակում են, այսպես ասած, հասարակության մոլորեցման քաղաքականությունը եւ կարող են չհետեւել տվյալ օրենքի պահանջներին, ուստի սպառողներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել եւ տեսնել, որ հայտարարված զեղչի դեպքում արդյոք կա նախկին գինը եւ համեմատել նոր գնի հետ։ Եվ այդ վարքագիծը, որ խանութները կարող են կամայականորեն ինչ-որ գին որոշել եւ դրանից զեղչ անել, ըստ էության այս օրենքի ընդունումից հետո վերանում է եւ արդեն խիստ կարգավորումների պարագայում անհնար է խաբել սպառողներին։
Միակ հարցը մնում է, որ սպառողները եւ իրավասու մարմինները առավել հետեւողական լինեն եւ փորձեն բոլոր դեպքերը վերահսկեն եւ իրական գնին ուշադիր լինեն։ Իրավիճակը բերեն իրականություն, այսպես ասած, զեղչերի քաղաքական։ Որքան են տևում զեղչերը։ Կարող է խանութում մշտապես հայտարարված լինել զեղչ։ Մյուս կարևոր հարցերից, որ կարգավորում ստացավ, դա ժամկետն է զեղչերի վերաբերյալ։ Զեղչերը չեն կարող տևել հավերժ կամ գոնե շատ երկար, այլապես կկորցնեն իրենց իմաստը։ Հենց իրենք կարճաժամկետ լինելու առումով են առավել գրավիչ դառնում։ Եթե խանութը հայտարարում է զեղչ, որը տևում է շատ երկար, ինքը կորցնում է զեղչի գաղափարը։ Դրա համար օրենքը սահմանել է, որ զեղչը կարող է տևել մինչև 3 ամիս։ 3 ամիսը ավարտելուն պես պետք է գինը վերադառնա այն գնին, որը գործում էր մինչև զեղչը, սակայն տնտեսվարողները կարող են փոխել գինը եւ չհայտարարել դրա մասին, դա կլինի, որ նրանք փոխել են զուտ իրենց գնային քաղաքականությունը, այստեղ գործ չունենք զեղչի հետ, երբ հրապարակային չի ասվում դրա մասին։ Եվ զեղչի վերաբերյալ խանութները պարտավոր են իրենց հայտարարություններում, եթե գովազդ է տեղի ունենում կամ ցուցանակի վրա է փակցված զեղչ, որևէ հայտարարության մեջ տնտեսվարողները պարտավոր են նշել ժամկետը, երբ է սկսում այդ զեղչը եւ երբ է ավարտում, եւ չեն կարող անորոշ թողնել սպառողին, որպեսզի սպառողը չկողմնորոշվի զեղչը ինչքան է տևելու։ Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ժամկետները եւս հրապարակային լինեն։ Մինչև կարգավորումները մենք գործ ունենք մշտական զեղչի գաղափարի հետ, երբ նույն խանութը անընդհատ հայտարարում է զեղչ։ Կարող է մեկ հայտարարել, որ ապրանքների գնման դեպքում գործում է 30% զեղչ, մյուս դեպքում հայտարարել, որ գնեք 3 ապրանք, մեկը ստացեք անվճար, ըստ էության նույն բանը։ Այդ մասին կխոսենք, այո, դա էլ է ինձ շատ հետաքրքիր, այդ մասով էլ ես շատ կցանկանամ խոսեք, որտեղ ստացվում է 100% զեղչ, իսկ 100% զեղչ հասկացությունը դեռ կհարցնեմ ձեզ, կարող է լինել, թե ոչ։ Ես կուզեմ հիմա բառախաղերի մասով անդրադառնանք, շատ անգամ գրվում է մինչև 60% զեղչ, բայց երբ որ ուսումնասիրում ես խանութում, բարձվում է 1 կամ 2 ապրանք է, որ հենց 60% է զեղչվել, մնացածը 5%, 10%, 20%, հա, սա ինչպես է կարգավորվում։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքը կարգավորել է նաեւ այս հարցը, եթե խանութում նշված է միջակայք կամ մինչև ինչ-որ մի տոկոս, մինչև 60%, 70%, ապա խանութը պարտավոր է առավելագույն տոկոսով նշված ունենալ զեղչված ապրանքների 1/5, այսինքն 20%-ը։ Օրինակ, եթե հայտարարվել է մինչև 60% զեղչ, ապա խանութում գտնվող ապրանքների 1/5-ը պետք է զեղչվի 60%-ով։ Չի կարող 1 կամ 2 ապրանք զեղչվել, այլապես նորից կունենանք թյուրիմացություն է առաջանում նաև գնորդների միջև։ Դե նախկինում օգտագործում էին այս հնարքը, այսպես ասած կազմակերպությունները, 1-2 փոքր գնային միջակայք ունեցող ապրանքների վերաբերյալ հայտարարում էին մինչև 80%, 90% զեղչ, այդ երկու ապրանքը որևէ մեկին ըստ էության չէին հետաքրքրում, բայց նրանք կարողանում են ապահովել գրավչություն եւ մեծ ցուցափեղկերին փակցնում էին մինչև 80%, 90% զեղչ եւ նման երևույթը ըստ էության այս կարգավորումների արդյունքում վերացել է, այսինքն օրենսդրական մակարդակով կա արգելք։ Ակցիա իրականացնողը այդ մասին սպառողներին իրազեկում է տեղեկատվության տարածման ցանկացած եղանակով, ցուցանակով, ցուցափեղկով, զանգվածային լրատվության միջոցներով եւ սպառողներին հասանելի այլ միջոցներով։ Ցուցափեղկերում հայտնվում են զեղչերի տոկոսներ, օրինակ կես գին 50% ամբողջ տեսականու համար։ Երբեմն հանդիպում են նաև 70-ից 80%-անոց զեղչեր։ Տարատեսակ բառախաղերում չմոլորվելու համար զեղչերից հաճախ օգտվողներին մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ապրանքների իրական գներին։ Զեղչերը սովորաբար կիրառվում են տոներից առաջ, պատկան մարմինը հետևելով օրենքի պահպանմանը հաճախ զգուշացնում է չթանկացնել ապրանքը տոներից առաջ եւ տոնական օրերին զեղչի անվան ներքո իբր գնիչեցում կիրառելով չվաճառել ապրանքը այն գնով, որով նախկինում էլ վաճառվում էր։ Նշված դեպքերը համարվում են անբարեխիղճ մրցակցություն, որի համար տնտեսվարողի նկատմամբ նախորդող տարվա հասույթի մինչև 5% չափով կարող է տուգանք նշանակվել։ Պարոն Կարապետյան, երբ որ հայտարարում են նաև այսպես մեծ ցուցափեղկերում էլ գրում են լիկվիդացիա, դա գործ ունենք նույն զեղչի հետ։ Օրենքը զեղչ հասկացությունը կիրառելիս նշել է, որ եթե տնտեսվարողները օգտագործում են այլ արտահայտություններ բառեր,
Մենք տեսնում ենք, լիկվիդացիա, աննախադեպ գնանքում, այո։ Դա նույն զեղչն է։ Այսինքն նման հնարքով հնարավոր չէ խուսափել օրենքի կարգավորումներից։ Շատ մարքետոլոգներ իրենց կազմակերպություններին խորհուրդ են տալիս զեղչ բառը չկիրառել, այլ կիրառել այլ բառեր, որպեսզի օրենքի կարգավորման դաշտ ընկերությունը չընկնի։ Սա մոլորություն է եւ ցանկացած բառ կիրառելու դեպքում օրենքը կարգավորում է այդ գործունեությունը։ Դրա համար զեղչ բառից պետք չէ խուսափել, ուղղակի պետք է զեղչ եւ ակցիա իրականացնելիս օրենքի պահանջներին համապատասխան գործել ընդհանրապես։ Շահագրգռելու նաև մեկ այլ մեթոդ է նկատել հաճախ է կիրառվում վիճակահանությունը, վիճակախաղի մասնակցելը, հա, օրինակ գնեք 50,000-ի կամ 100,000 դրամի ապրանք մեր խանութից եւ հնարավորություն ունեցեք, ենթադրենք, մասնակցելու դեպի Դուբայի խաղարկության, պայմանական եմ ասում, կամ որևէ այլ խաղարկության։ Սա ինչպես է կարգավորվում։ Ակցիաների կարգավորումների երկրորդ հատվածը ես նշեցի այն էր, որ գնի իջեցման հետ կապ չուներ։ Այսինքն խանութը հայտարարում է ակցիա, բայց դա ուղղակիորեն չի առնչվում գնի իջեցման հետ, այո։ Այս դեպքում գործ ունենք այդ երկրորդ տեսակի հետ, ակցիայի, որը եւս կարգավորվում է օրենքով, նորից ժամկետային սահմանափակում ունի 3 ամսյա ժամկետով եւ 3 ամիս ավարտելուց հետո 1 ամիս պետք է կազմակերպությունը դադար տա, իրավունք չունի անընդհատ հայտարարի։ Պետք է 1 ամիս դադար տա եւ այնուհետեւ նորից կարող է շարունակել։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս դեպքերում, երբ զեղչից տարբերվող այլ ակցիա է իրականացվում, պետք է պայմանները հստակ ներկայացվեն սպառողներին։ Այսինքն, եթե խաղարկվում է ինչ-որ մի ուղեգիր կամ մեկ ապրանք գնելու դեպքում երկրորդը կարող է ստանալ անվճար, նման բոլոր դեպքերում պայմանները պետք է այնքան հստակ լինեն, որ սպառողները ամբողջական պատկերացում կազմեն ակցիայի պայմանների վերաբերյալ եւ փաստի առաջ չհայտնվեն գնում կատարելուց հետո։ Շատ անգամ, երբ որ ասում են երկրորդը ստացեք անվճար, մարդկանց մոտ թյուրըմբռնում է, ենթադրենք, օրինակ ես էլ կարող եմ պատկերացնել, որ նույն ապրանքի երկրորդը անվճար, բայց պարզվում է, որ բոլորովին այլ անվճար ապրանք են տրամադրում, որը բավականին ավելի էժան է, ամեն դեպքում խոսքը նույն ապրանքից երկրորդի մասին չի լինում։ Սա էլ ունի իր կարգավորումը։ Շատ տարածված թակարդ է ըստեյության մարքեթինգային, այսպես ասած, որը օրենքի տեսանկյունից նաև ապօրինի է։ Եթե այդ պայմանները հստակ չեն ներկայացվել հաճախորդին։ Եթե խանութում հայտարարվում է նշված ակցիան, որ գնիր 2 ապրանք, երկրորդը ստացիր անվճար, ապա հստակ պետք է նշվի, թե երկրորդ ապրանքը նկատի ունելով խանութը ինչ է հասկացել։ Տվյալ դեպքում ավելի էժանն է հասկացել կամ կոնկրետ ունեն խմբականակ, միայն որոնցից կարող ես նվեր ստանալ։ Ցանկացած ապրանքից չես կարող ստանալ։ Սրանք այն էական պայմաններն են, որ սպառողի համար որոշիչ նշանակություն են ունենում տվյալ խանութից առևտուր իրականացնել, թե ոչ։ Եթե նախապես չեն ներկայացվում, այո, մենք գործ ունենք մոլորության հետ եւ սպառողները կարող են դիմել եւ իրենց իրավունքների պաշտպանության համար հայցել տարբեր մարմինների միջամտություն։ Առհասարակ 100% զեղչ կարող է հայտարարվել։ 100% զեղչի դեպքում մենք գործ ունենք, որ տվյալ ապրանքը ըստ էության դառնում է անվճար, տեսականորեն այո կարող են գործ ունենալ, սակայն փաստացի 100% զեղչ են մեր նշած մյուս օրինակներ, որ գնեք մեկ ապրանքը, ստացեք երկրորդը անվճար, այո կարող են նման դեպքեր լինել, բայց մենք հորդորում ենք, որպեսզի սպառողները ուշադիր ընթերցեն օրենքի պահանջները եւ նշված դեպքերում ավելի ճիշտ ձևակերպեն եւ ավելի համապարփակ ձևակերպեն իրենց հայտարարությունը, որպեսզի սպառողի մոտ ամբողջական պատկերացում կազմվի։ Օրինակ, եթե հայտարարեն 100% զեղչ, սպառողների մեծ մասի մոտ թյուրըմբռնում կառաջանա նշված հայտարարության հետ կապված եւ ուղղակի չեն հասկանա, թե ինչ է տեղի ունենում այդ խանութում։ Դրա համար ավելի ճիշտ է իրերը անվանել իրենց անուններով եւ ներկայացնել ավելի པարզ հանրամատչելի լեզվով տեղեկատվությունը սպառողին։ Շատ անգամ օրինակ նկատում ենք սոցիալական որևէ հարթակ են քաղաքացիները օգտագործում խանութի կողմից իրավախախտումը, երբ որ արձանագրում են, դա տարածում են սոցիալական ցանցերով օրինակ, չգիտեմ, զեղչի խախտում կլինի, գնային որևէ այլ օրենքի խախտում, հա, երբ որ քաղաքացին նկատում է, ինչ անի դրա փոխարեն, որ մարմնին պետք է դիմի։ Քաղաքացին եթե նկատում է իրավախախտում այս դեպքում, հենց նույն օրենք առևտրի եւ ծառայությունների մասին, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը,
ուղղորդում եմ, որ այս իրավախախտումը իրավասու է քննել եւ որոշում կայացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւ քաղաքացիներին հորդորում ենք նշված երևույթներին ականատես լինելու դեպքում, երբ ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները, դիմել այդ մարմնին, թե սոցիալական հարթակների միջոցով, թե թեժ գծով, թե գրավոր նամակով ազատ են դիմել եւ հայցել, որպեսզի այդ մարմինը համապատասխան գործողություններ ձեռնարկի իրենց իրավունքների պաշտպանության համար։ Այստեղ մի հանգամանք էլ նշեմ, որ սպառողների տեսանկյունից կարևորվում է, որ նախինում եւ ներկայումս էլ եւս շատ խնդիրներ է առաջացնում ցուցանակները կամ հայտարարությունները, որոնք զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն են պարունակում, համաչափ չեն տառաչափի տեսանկյունից։ Այսինքն մինչև բառը, օրինակ մինչև 60% զեղչ արտահայտության պարագայում գրվում է շատ փոքր կամ ոչ ընթերցելի։ Տոկոսը ավելի մեծ, այո, ճիշտ է դարձնում։ 60%-ը շատ մեծ եւ հերվիս նկատելու դեպքում կամ շատ ուշադիր չլինելու դեպքում հնարավոր է նաև չնկատել մինչև բառը եւ տպավորություն ստանալ, որ ամբողջ տեսականին 60% զեղչվում է։ Այո։ Ինչ անել այս դեպքում, այս երևույթը եւս օրենքի տեսանկյունից համարվում է խախտում, քանի որ օրենքի պահանջն է, որ հայտարարության մեջ արկա առավելագույն եւ նվազագույն տառաչափերը իրարից չտարբերվեն ավելի քան 2 անգամ։ Այսինքն մեծ տառաչափն ու փոքր տառաչափը 2 անգամից ավել չեն կարող տարբերվել եւ այս կարգավորման պարագայում անհնար է այնպիսի ցուցանակ մտածել, որ ասենք մինչև բառը առաջացնի, այո։ Ինչ տուգանքներ են սահմանվում նման օրինակ դեպքերում, պարոն Կարապետյան։ Տուգանքները եւս սահմանված են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում եւ օրենքի ընդունումից հետո արդեն հասցրել են կիրառվել բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Օրենքը սահմանում է, սա դիտարկվում է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն, տուգանքի չափը կազմակերպության նախորդ տարվա շրջանառության, ոչ թե եկամտի, այլ շրջանառության մինչև 5%-ի չափով է։ Եվ կան կոնկրետ հաշվարկներ, որի արդյունքում հաշվում է կոնկրետ տուգանքի չափը եւ ըստ էության կազմակերպություններին ձեռք չի տալիս մոլորեցնել հասարակությանը, որովհետեւ տուգանքից եկած վնասը ավելի շատ կլինի, քան մոլորության արդյունքում ստացած օգուտը։ Այո, օգուտից։ Այ հենց այս առումով էլ ինչ խորհուրդ կտաք տնտեսվարողներին, որպեսզի այնպիսի զեղչի կարգավորում, հա, իրականացնեն, որ շահավետ լինի եւ իրենց համար, եւ գնորդների համար։ Օրինակ, որովհետեւ առհասարակ զեղչը ինքը վատ բան չէ, եթե պահպանվում են փաստորեն օրենքով սահմանված բոլոր դրույթները։ Ինչ անել, որ իրապես պահել բոլոր նորմերը եւ շահել եւ վաճառողը եւ գնորդը։ Տնտեսվարողներին խորհուրդ կտամ նախ առավել ուշադիր ընթերցել օրենքի պահանջները եւ տարբեր մասնագետների կարծիքները լսելուց առաջ փորձել իրենց ուժերով վերլուծել այդ օրենքի պահանջները եւ ոչ թե տարբերակներ ընտրել, որպիսի հայտարարեն իրականությանը չհամապատասխանող զեղչ եւ դրա արդյունքում որոշակի օգուտներ շահեն, այլ ուղղակի իրենց կանոնները համապատասխանեցնեն օրենքի պահանջներին եւ այդ առումով եւ իրականությանը մոտ զեղչեր կհայտարարեն եւ կշահեն սպառողների վստահությունը։ Ուստի խորհուրդ կտամ հետեւել օրենքի պահանջներին եւ դա էլ դրական անդրադարձ կունենա իրենց բիզնես գործունեության վրա։ Այս նույն համատեքստում ինչ խորհուրդ կտաք գնորդներին արդեն, որովհետև մենք ինքներս ոգևորվում ենք, հա, զեղչերի մասին, երբ որ լսում ենք, օրինակ, չգիտեմ, սիրած բրենդային խանութներում, եթե գործում են զեղչեր, միանգամից ոգևորություն է առաջանում, սև ուրբաթի օրերին տեսնում ենք ինչ աժոտաժ է տեղի ունենում քաղաքում, այ հիմա առաջիկայում կանանց տոներն են, միամսյակի արդիվ վստահաբար կլինեն բազմաթիվ զեղչեր, այլ ինչին մենք ուշադրություն դարձնենք, պարոն Կարապետյան։ Գնորդներին խորհուրդ կտամ նախ իմանալ իրենց իրավունքները եւ այս հաղորդումը հիանալի առիթ էր, որպեսզի ընդհանուր գծերով կանաստոնին ընթառաջ, այո, գնորդները պատկերացում կազմեն իրենց իրավունքների մասին եւ բացի իմանալը խորհուրդ կտամ պաշտպանել իրենց իրավունքները, որտեվ դրա արդյունքում նրանք կհասնեն այն նպատակակետին, որ տնտեսվարողները այլևս կխուսափեն կեղծ զեղչեր հայտարարելուց։ Այսինքն հենց սպառողներն են ամենաշատ շփվում կազմակերպությունների խանութների հետ եւ նրանք պետք չէ որ հույսները կապեն ինչ որ պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների հետ, այլ հենց իրենց ջանքերով փորձեն իրենց իրավունքների պաշտպանությանը հասնել, ներգրավելով այդ կառույցներին։
Եվ իրական գներին փաստորեն ամեն դեպքում ուշադրություն դարձնենք։ Ուշադրություն դարձնեն զեղչի տոկոսին, հայտարարված նախկին նոր գներին, զեղչի վերաբերյալ հայտարարությանը, արդյոք դա համապատասխանում էր իրականությանը թե ոչ։ Եթե իրենց խաբել են կամ իրենք խաբված են զգում, փորձեն հասկանալ արդյոք օրենքի խախտում է տեղի ունեցել թե ոչ։ Իրականում շատ պարզ է ամեն ինչ եւ կարող են սպառողները եւս իրենց մասնագիտական ունակություններով հասկանալ արդյոք տեղի ունեցել խախտում թե ոչ։ Եվս մեկ անգամ կխնդրեմ հիշեցնեք այն պատկան մարմինը, որին պետք է դիմեին խախտումն արձանագրելիս։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Շնորհակալ եմ հրաշալի եւ բովանդակային զրույցի համար, պարոն Կարապետյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Փաստաբանի խորհրդով հաղորդաշարների եթերում ճանաչեք եւ պաշտպանեք ձեր իրավունքները։ Փաստաբանի խորհրդով։